26-ամյա Լիլիթը մոտ 5 ամիս արդեն այս վիճակում է։ Ծննդաբերելուց հետո երրորդ օրվանից աչքերը բացել է, բայց դա չի նշանակում, թե գիտակցում է շրջապատում կատարվածը։ Ամեն ինչ սկսվել է, երբ բժիշկ Դավիթ Շավերդյանը որոշել է կեսարյան հատում կատարել, իսկ բժշկուհի Ալվարդ Հայրապետյանն էլ անզգայացրել է աղջկան։ Եվ սա այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար, նշում են Լիլիթի հարազատները։ Աղջիկ երեխան ծնվել է առողջ, իսկ Լիլիթն այդպես էլ գիտակցության չի եկել։ Եղել է շատ առողջ վիճական, որ գնացել եմ։ Հիմա գտնվել է այս վիճակում։ Всё, это փաստում էր։ Իրանք թթվածին չեն ունեցել, պատրաստված չեն եղել, որ պետք է կեսարյան անեն։ Իսկ միթե եթե կեսարյան են անում, պատրաստված չեն, որ իշքան պետք է թթվածին ունենան, իշքան պետք է տան։ Նույն հիվանդանոցում սա առաջին դեպքը չէր, երբ անզգայացումից հետո հիվանդն այլևս գիտակցության չի գալիս, նշում են հիվանդատերերը։ Այս դեպքում նաև բժշկուհին ինքն է խոստովանել, թե թթվասնի սարքը չի միացրել, պատմում են նրանք։ Իսկ երբ գործը հասել է քննչական մարմիններին, նույն բժշկուհին այլ բացատրություն է տվել։ Արդյունքում փորձաքննության պատասխանները նրա օգտին են եղել այն դեպքում, երբ Լիլիթի հարազատների պնդմամբ գոնե մեկ անգամ չեն այցելել հիվանդին ճշտելու վիճակն ու պատճառները։ 100%-անոց սխալիզակացություն է, իրանք вообще հիվանդին չեն եկել տեսել։ Իրանք ոնց կարային այդ զիսակացությունը տան։ Եթե քուրս տեղյակ լիներ, երբեք այդ նարկոզի բժշկին չէր համաձայնив, գիտեր, որ իր ձեռքերով շատ վատ դեպքեր եղել, շատ։ Օպերացիայից հետո մի 6 ժամ հիվանդի մոտ նարկոզատորը եւ բժիշկը կմնան ոչ թե 15 րոպեից հետո հիվանդին կթողներ այդ անելանելի վիճակում, մերոնց էլ կհանգստացներ։ Առաջին օրն արդեն բժիշկները թույլ չեն տվել շփվել նրա հետ, նշելով, թե հետծննդյան բարդություններ են եղել, 4 օր հսկողության տակ պետք է պահվի։ Հետո արդեն երբ հասկացել են, որ աղջկա կյանքին վտանգ է սպառնում, տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Այստեղ արդեն բուժզնությունից հետո պարզ է դարձել, որ Լիլիթը գլխուղեղի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Ասում են գոհ շնորհակալ եղի, որ կենտանի տալիս ենք։ Ես առողջ 100%-անոց իմ երեխին տվել եմ, ոտով տարել եմ։ Ինչ վիճակով տվել են, ասում են գոհ շնորհակալ եղի, որ այդ վիճակով տալիս ենք քեզ։ Ում առեսօր ոչ հետաքրքրվել են, ոչ էլ եկել են, ասում են մենք չենք արել, թե ով է արել, այս բախտի քմաջուկին են վիճակում է հայտնվել իմ երեխան, չգիտեմ։ Իրավապահ մարմիններին դիմելու նրանց մեկ փորձն արդյունք չի տվել։ Պատասխանել են, թե մեղավորը բժիշկները չեն, եւ իբր Լիլիթի մոտ եղել է թոքի տրոմբոէմբոլիա, բայց հարազատները ամեն ինչ ավարտված չեն համարում։ Դեռ պահանջելու են, որպեսզի բժիշկները պատասխանատվության ենթարկվեն։ Նրանք համոզված են, որ բժիշկները կարողանում են տարբեր միջոցներով ու ճանապարհներով խուսափել դրանից։ Արդյունքում հաճախակի նման դեպքեր են լինում։ Իրանց սխալ բացատրությունները լսելով, մեծ ճիշտ բացատրությունը փակելով, ոչ մի ընթացք չկա գործին։ Ընթացք որ ելնիր, հիմի կլնիր արդեն ամսի 19-ին 5 ամիսը գլրանա, որ անգիտակից կոմայի մեջ է այս երեխեն։ Ճիշտ է, երրորդ օրը աչքերը բացել է, բայց գիտակցություն չունի։ Չկա ոչ մի բան, քնիչ ինձ ամեն օր ասում եմ հաջորդ շաբաթ փորձագետներ պատասխան կտան, փորձագետները տվել են, որ ոչ մեկը մեղավոր չի։ Այս ընթացքում հիվանդի հարազատները նաև մեծ ծախսեր են կատարել, ստիպված լինելով վարկեր վերցնել բանկերից, միայն թե հնարավոր լինի աղջկա կյանքը փրկել։ Հարցով փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Վանաձորի Նարեկ բժշկական կենտրոնից։ Գլխավոր բժիշկ Մեհեր Մարգարյանը նշեց, թե կեսարյան հատումը հիմնավորված է եղել, իսկ վերահատությունն ընթացել եւ ավարտվել է հարթ, որից 40 րոպե հետո աղջկա վիճակը վատացել է։ Թե ինչն է եղել պատճառը, հիվանդանոցի գլխավոր բժշկին հայտնի չէր։ Նա նաև հերքեց հիվանդի հարազատների այն խոսքերը, թե նման դեպքեր հիվանդանոցում էլի են արձանագրվել։ Վարդուհի Արզումանյան, Գարիկ Ազիբեկյան, Գալա Նյուզ։